Նախընտրական շրջանում էլ եմ ասել, հիմա էլ վերահաստատում եմ, որ 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեման դա fake մտածածին հորինովի թեմա է եւ նման բան չի եղել, չկա եւ չի լինելու եւ նաեւ բացատրել եմ թե ինչու եւ ընդհակառակը կարծում եմ, որ մեր հանրությունն էլ պետք է համապատասխան արձագանք ցուցաբերի այն քաղաքական ուժերի նկատմամբ, ովքեր սուտը տարածել են։ Եվ ելի եմ ուզում ասել, որ նման թեմա ընդհանրապես թեկուզ լրատվական ֆոնի մակարդակում պահելու հնարավորություն կա միայն պատերազմի եռագլուխ կուսակցության խոսույթները շարունակելու դեպքում։ Այսինքն, եթե մենք հակամարտության տրամաբանության մեջ ենք մտնում, ինչ խոսույթներ կարող են ձևավորվել, բայց խաղաղության օրակարգը եւ խաղաղությունը թեմաները, բոլոր թեմաները փակում է եւ փակել է եւ սրանում է իրողություն։ Ինչ վերաբերում է հարցի առաջին մասին, այո, ակնհայտ է, որ լայնածավալ ընտրակաշառքներ են բաժանվել եւ ակնհայտ է նաեւ, որ առաջին անգամ մեր պետությունը այսքան կարողացել է պայքարել ընտրակաշառքի դեմ եւ առաջին անգամ է, որ այս ծավալի ընտրակաշառքին ժողովուրդը հաղթել է։ Այս շատ կարեւոր է, որովհետեւ նախկինում երբեք չի եղել դեպք, երբ որ այս ծավալով ընտրակաշառք բաժանվի եւ ժողովրդի ձայնը արտահայտվի։ Սա մի կողմից ցույց է տալիս մեր պետության ինստիտուցիոնալ հասունությունը, մյուս կողմից ցույց է տալիս, որ այդ ճանապարհը դեռ պետք է շարունակել։ Եվ ելի ուզում եմ ասել, որ ընտրակաշառք բաժանողներին Հայաստանի քաղաքական կյանքից արմատախիլ անելը այսօր այդ փաստի բերումով դառնում է օրակարգի առաջնահերթություն եւ հատ պետք է իրանց ուղղակի արմատախիլ անել բոլոր հնարավոր միջոցներով եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Ինչի մասին ես նախընտրական շրջանում էլ խոսել եմ եւ այդ խոսույթը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աջակցությունը։ Ուրիշ բան եմ ես ուզում ձեզ ասել, ես վիճակագրություն վերցրի ցավալիորեն 2021 թվականից հետո ընտրակաշառքի գործերով որպես մեղադրյալ ներգրավված ոչ մի մարդ այսօր բանտում չի։ Եվ սա այն մեծագույն հարցն է, որի պատասխանը մեր դատաիրավական համակարգը պետք է տա։